4,64,380 դրամ։ Այդքան գումար է Նիկոլի ռեժիմը պահանջում Սասնա ծռերից, իբր թե 2016 թվականի ապստամբության օրերին պատճառած նյութական վնասի համար։ Այո, 4,64,380 դրամ ժողովրդի ազատության համար պայքարած մարդկանցից։ Նիկոլի ռեժիմը որոշել է գումար գանձել այն մարդկանցից, ովքեր իրենց կյանքը դրեցին ազատության զոհասեղանին։ Գումար հայրենիքի համար մղած պայքարի համար։ Գումար ապստամբության համար, որն առաջինը բարձրաձայնեց այն, ինչի մասին բոլորը լռում էին։ Եվ այսպես, 2022 թվականին ոստիկանությունը դատարան է դիմել, պահանջելով 70 միլիոն դրամ փոխհատուցում, բայց նույնիսկ դատարանն է ստիպված եղել ընդունել, որ ապացույցներ չկան։ Արդյունքում 70 միլիոնը դարձել է 4,64,380 դրամ։ Սակայն բովանդակությունը նույնն է՝ պատժել ապստամբներին, խեղդել դիմադրությունը, վրեժ լուծել նրանցից, ովքեր չհնազանդվեցին։ Իսկ ինչ կլինի, եթե գումարը չվճարվի։ Այդ դեպքում գործը գնում է հարկադիր կատարման ծառայություն։ Կներխուժեն ապստամբների տները, կբռնագանձեն գույքը, կհանեն աճուրդի, իբր վնասը փոխհատուցելու համար։ Բայց սա միայն առաջին հայացքից է թվում, թե այս ամենը վերաբերում է միայն Սասնա ծռերին ու նրանց ընտանիքներին։ Ռեժիմը այս քայլով ու որոշմամբ փաստորեն պատժում է բոլոր նրանց, ովքեր 2016 թվականի հերոսական պայքարի օրերին կանգնած էին խորենացիում, պայքարի հրապարակներում, այն հազարավոր մարդկանց, ովքեր չվախեցան, չընկրկեցին, չհանձնվեցին։ Սա հարված է ոչ թե Սասնա ծռեր խմբին, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր ապստամբեցին անարդարության դեմ։ Սա փորձ է վախեցնել, լռեցնել, խեղդել ազատության ձայնը։ Եվ հենց այստեղ է ստորությունը։ Թշկահապատակների այս խումբը, նույն նրանք, որ 2016-ին փորձում էին խորենացի փողոցում տղաների հերոսական արարքը օգտագործել իրենց քաղաքական շոուների համար, հիմա դարձել են դատավոր, բարձրաստիճան պաշտոնյա եւ որոշել են տուգանել հերոսներին։ Սա պատժիչ մեխանիզմ չէ, սա համակարգի վրեժն է։ Վրեժ ընդդեմ այն մարդկանց, ովքեր 2016-ին ապստամբեցին։ Վրեժ ընդդեմ այն գաղափարի, որ հնարավոր է չվախենալ ռեժիմից։ Այս ամենը ցույց է տալիս մեկ բան. համակարգը վախենում է Սասնա ծռերից։ Վախենում է նրանցից, ովքեր անգամ բանտի ճաղերի հետևում մնում են ազատ մարդիկ։ Կարելի է խլել նրանց ազատությունը, բայց ոչ երբեք նրանց հզոր միտքը, նրանց հավատը, նրանց գաղափարը։ Այդ գաղափարը վաղուց դուրս է եկել բանտերի սահմաններից, մտել է ժողովրդի գիտակցության մեջ եւ դարձել է այն կայծը, որից ռեժիմը ամենից շատն է վախենում։ Նրանք հասկանում են, Սասնա ծռերին հնարավոր է մեկուսացնել, բայց ոչ մոռանալ։ Եվ հենց այդ պատճառով է համակարգը անհանգիստ, որովհետև գիտի, մի օր այդ ձայնը նորից բարձրանալու է, արդարությամբ եւ արժանապատվությամբ։ Եվ հենց այդ պատճառով է, որ մեր ժողովուրդը կանգնելու է Սասնա ծռերի կողքին։ Այնպես ինչպես կանգնեց 2016-ին դիմադրության հրապարակներում, այնպես էլ այսօր է կանգնելու, երբ համակարգը փորձում է մարդկանց պատժել գումարով։ Մենք միասին պետք է վճարենք այդ գումարը, որպես ապացույց, որ ծռերը եւ նրանց ընտանիքները միայնակ չեն, որ նրանց պայքարը շարունակվում է, ոչ թե դատարանի դահլիճներում, այլ ժողովրդի սրտերում։